Երկուշաբթի օրը մեկնարկեցին երկար սպասված լսումները։ Ինչպես ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմին հայտարարեց, Բյուրոն հետաքննում է ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մանրամասները։ Նրա խոսքերով, լսումներին կներկայացվի նաև գնահատական հանցանքի առկայության վերաբերյալ, քանի որ սա բաց, շարունակական եւ գաղտնի հետաքննություն է, ես չեմ կարող ավելին մանրամասնել։ Նոր մանրամասների բացահայտման տեսանկյունից Քոմին հաստատեց, որ գաղտնալսման առնչությամբ Թրամփի թվիթերյան մեղադրանքները անհիմն են։ Ես չունեմ որևէ տեղեկատվություն, որը կարող էր հիմնավորել այդ թվիթերյան հաղորդագրությունները։ Հանձնախմբի անդամ դեմոկրատները ուրախ են այս հայտարարությամբ։ Ստացվում է, նախագահ Օբաման չէր կարող կարգադրել գաղտնալսել որևէ մեկին, ոչ մի նախագահ չի կարող։ Սակայն այս պատասխանը սպառիչ չէր հանրապետականների համար, ովքեր գաղտնալսման շուրջ մեծ աղմուկ էին բարձրացրել դեռ 2016 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Միանգամայն հնարավոր է, որ նախագահ Թրամփին եւ նրա գործընկերներին այլ ճանապարհներով գաղտնալսած լինեին։ Կառավարության անդամները տեղեկատվական ախտահոսք ապահովելով հանցանք են իրականացրել եւ կարծում եմ նախագահը սխալ չէ գաղտնալսման վերաբերյալ։ Ըստ Թրամփի գաղտնալսման թեման ամենաէժմ էականն է այսօր։ Սա ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոյի Ռուսաստանի գործով հետաքննության առաջին հանրային լսումն էր, սակայն այս սկանդալը հանրապետականների եւ դեմոկրատների միջև անջրպետ էր առաջացրել դեռ անցած տարվա հոկտեմբեր ամսից։ Կոնգրեսական Ադամ Շիֆի խոսքերով, Հուսով եմ նախագահը իր մեջ ուժ կգտնի եւ ներողություն կխնդրի թե նախագահ Օբամայից, թե ամերիկացի ժողովրդից, մեզ բոլորիս ապակողմնորոշելու համար։ Ներկայացուցիչների պալատի հետաքննությունների հարցերով հանձնաժողովում նույն գործով երկրորդ լսումը կանցկացվի հաջորդ շաբաթ։ Վահե Օհանյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։